Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը ռուսական հատուկ ծառայությունների հետ իր կապի մասին միջազգային հեղինակավոր The Insider-ի հրապարակմանն է անդրադարձել օրերս մի քանի լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը։ Մի $1000 տվել են Insider-ին, ինչ որ բան է գրել, հիմա բոլորս պետք է դրան լուրջ ընդունենք ու անդրադառնանք։ Ամենայն դեպս ես 35 տարի, 33 տարի ապրելով Ռուսաստանում երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ՖՍԲ-շնիկ չեմ տեսել։ Կարապետյանն անդրադարձել է իշխանությունների հարցադրումներին, թե ինչու իր ընտանիքի անդամները չեն ծառայել բանակում։ Ես կարող եմ ասել, որ մեր ընտանիքի տղաները թե պատերազմի ժամանակ, թե դրանից առաջ աշխատել են, որ իրենք չզոհվեն, որովհետև իրենք կենտանի մեռելներ են։ Մենք առաջարկում ենք ծրագրեր, ինչպես կարող ենք զարգացնել մեր երկիրը, ինչպես կարող ենք ուժեղացնել մեր անվտանգությունը, որպեսզի մարդիկ չզոհվեն։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդին հարց է ուղղվել վարչապետ դառնալու սահմանադրական արգելքի վերաբերյալ։ Արժե մեկ մարդու համար սահմանադրություն փոխել։ Մենք չենք փոխում սահմանադրությունը, մենք փոխում ենք սահմանադրության մեկ հոդված, 148-րդ հոդվածը, որը ազգային ժողովով հանգիստ մի հատ քվեարկումով փոխվում է։ Բայց դա երևի մեր երկրի ամենակարևոր հոդվածն ենք փոխում։ Դա ոչ սահմանադրություն ենք փոխում, ոչ ինձ համար ենք փոխում։ Դրանից կարող են օգտվել բոլորը։ Բոլորը կարող են դառնալ թե նախարարներ, թե տեղակալներ։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում առանց երաշխավորների խաղաղություն չի լինելու, վստահ է Սամվել Կարապետյանը։ Լինելու են կոնկրետ ճիշտ պայմանագրեր, որտեղ այդ պետությունները երաշխավորել են Հայաստանի անվտանգությունը։ Մենք հասկանում ենք, որ պետությունները չենք ուզում բարձրաձայնել, լինելու են այդ պետությունները։ Տարածաշրջանային կարևոր պետություններ են լինելու։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները կուզի ինքն էլ բարձրանա երաշխավորի աստիճան, մենք միայն ուրախ ենք լինելու։ Եթե Եվրոմիությունը կգա կուզենա ինքն էլ երաշխավոր լինի, մենք շատ ուրախ կլինենք։ Դաշինքի առաջնորդն անդրադարձել է նաև հայկական ապրանքների սահմանափակումներին Ռուսաստանում, ընդգծել Ռուսաստանի ղեկավարությունը ամեն օր զգուշացնում է Հայաստանին։ Եթե իրենք չեն հասկանում, որ դա զգուշացում է, ես կոնկրետ կարող եմ ասել, դա զգուշացումներ է, որ իրենք չհասկանալով կարող են ունենալ ցանկացած արդյունք։ Ամենաանհավատալի արդյունքը կարող են ունենալ։ Ծաղիկները արգելել են, իմ կարծիքով դա շարունակական է լինելու, մինչև սրանք հասկանան։ Հարց է ուղղվել նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Արդյոք իշխանության գալու դեպքում դուրս են գալու այդ կառույցից, թե կշարունակեն կապը։ Առաջին հերթին մենք ուսումնասիրելու ենք այդ պրոցեսները, ինչի համար ՀԱՊԿ-ը իրեն այդպես է պահել, ինչի համար Ռուսաստանն է իրեն այդպես պահել։ Եթե տեսանք, ինչպես դուք ասեցիք, անիմաստ կազմակերպություն է, իհարկե դուրս են գալու, բայց եթե այս իշխանությունները գիտեն, որ անիմաստ կազմակերպություն է ՀԱՊԿ-ը, արդեն քանի տարի է գոռում են դրա մասին, ինչը կարող են մեկ ստորագրությամբ դուրս գալ պրծնել։ 4 տարի, բայց ինչի համար դուրս չեն գալիս։ Ուրեմն պատճառ կա, որ դուրս չեն գալիս։ Միգուցե իրենք չեն կարողանում համագործակցել ՀԱՊԿ-ի հետ։ Մենք եթե իրոք տեսանք, զգացինք, որ ՀԱՊԿ-ը անգործություն է ցուցաբերել եւ հիմա էլ մեզ համար պետքական կառույց չի, շատ արագ կանենք հետևություններ։ Իսկ փոխարինող դուրս են գալիս ՀԱՊԿ-ից, վաղ առավոտ դուրս են գալիս։ Փոխարինողը ով է։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար։ Եթե մյուս պետությունների մասով այսքան վստահ ես չեմ կարող ասել, բայց կուսումնասիրենք, միգուցե մենք իրենցից կարող ենք ավելի շատ օգտվել։ Ինչ են անելու օգոստոսի 8-ի նախաստորագրված փաստաթղթի հետ, արդյոք վերաբանակցելու են, ուսումնասիրելու ենք, պատասխանեց Կարապետյանը։
մենք ուսումնասիրելու ենք, քայլ-քայլ շարժվելու ենք առաջ։ Գլխավորը լինելու է մեր պետությունը դրանից օգտվում է, թե վնասվում է։ Ըստ Սամվել Կարապետյանի չկա մի մարդ կամ ուժ, որ իրեն կարող է ստիպել անել մի բան, ինչ ինքը չի ցանկանում։ Սա պատասխաններ այն հարցին, թե արդյոք Ռուսաստանից են պարտադրել գալ Հայաստան եւ մտնել քաղաքականություն։ Մի կասկածեք, ինձ ոչ ոք չի ուղարկել։ Ինձ, այսինքն դա ես նույնիսկ այդ process-ը չեմ պատկերացնում, ոնց ինձ ուղարկեցին։ Հաստատ Ռուսաստանում ոչ մի խոսակցություն իմ հետ չի եղել ոչ մի անգամ։ Երևի խոսակցություն որ լիներ, Փաշինյանը ռիսկ չէր անի ինձ 7 ամիս պահել ԱԱՑ-ի պատվալում։ Կարապետյանը չի քննարկում հունիսի 7-ին պարտության հնարավորությունը։ Նշում է, ինքը պատրաստ չէ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին։ Նա նաև նշել է, որ կալուգացի պիտակը իրեն չի վիրավորում։ Չեմ թաքցրել, չեմ թաքցնում, որ ես 10 տարի ապրել եմ Կալուգայում։ Եվ միգուցե դա եղել է իմ կյանքի լավագույն տարիներից մեկը։ Այսինքն ինչից ես պիտի վիրավորվեմ։ Կալուգացին բոլոր ժամանակներում եղել է հայի եւ Հայաստանի կողքին։ Կալուգայի Սամոն, ինչպես իրենք ասում են, իրենք նույնիսկ չեն հասկանում դա ինչքան պատվաբեր է։ Դաշինքի առաջնորդը դժգոհում է մշակույթի գործիչներից, ընդգծում, երգիչներ չեն կարողանում գտնել, որ պայմանավորվեն իրենց ցույցերին երգելու համար, ըստ Կարապետյանի վերջիններս վախենում են։ Հիմա ամերիկաներից, որտեղից ասես երգիչները ման գալիս, գումարները երևի 10 անգամ բարձրացնելով բերում ենք, որ գան։ Դե գիտեք, միտինգների վերջում մի քիչ պետքա ժողովրդին ուրախացնել։ Չկան, փախել են, կորել են։ Հետո կգան, կսկսեն հարսանիքներում տաշի տուշի անել, բայց սա ճիշտ չի, իրենք պետք է լինեն լոկոմոտիվը պայքարի, իրենք պետք է մեզ առաջնորդեն, ոչ թե նստեն, քննադատեն։ Դաշինքի առաջնորդը նաև իր թիմի հետ տանը կառավարության նիստեր է վարում, խոսում իրենց ծրագրերի մասին։ Այս ձևաչափով նա կրկին անդրադարձել է 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեմային։ Մենք մեր կառավարության հենց առաջին նիստին ընդունելու ենք գլխավոր օրենքը մեր երկրի համար։ Դա մենք կոչել ենք Սաֆարովի կանխարգելման օրենք, որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, գնել մեր տները։ Ապա դիմելով իր թիմից Արամ Վարդևանյանին խնդրել է ներկայացնել օրենքի դրույթները։ Մենք առաջարկում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որևէ անձ, լինի դա ֆիզիկական, թե իրավաբանական անձ նաև, որպես քողարկված իրական շահառու Հայաստանում գործունեություն իրականացնող, չի կարողանալու ձեռք բերել որևէ անշարժ գույք։ Մեր սահմանադրությամբ կա մեխանիզմ հողի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակման, բայց մենք խոսում ենք ոչ միայն հողի, մենք խոսում ենք նաև անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակման մասին։ Կարապետյանի կառավարությունը սակայն տեղում որոշումներ ընդունել չկարողացավ, խոստացավ իշխանության գալուց հետո մեկ շաբաթում կընդունեն այս օրենքը։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։